Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1185-րդ օրն է, ձեզ համար կրկին կարճ եթեր եմ պատրաստել։ Մինչ Ռուսաստանում սովորում են ինքնաթիռի փոխարեն գնացքով ճանապարհորդել, քանի որ բարի դրոնները ռուսներին ցույց են տվել լայնածավալ պատերազմի 4-րդ տարում, որ ռմբակոծման խաղը կարելի է խաղալ երկուսով, մենք էլ մեր առօրյա կյանքով ենք ապրում։ Այսօր ես եթերը կսկսեմ Ուկրաինայի հայ համայնքի մասին լուրերով, այնուհետև կանցնենք մեր հիմնական թեմաներին եւ ռազմաճակատից լուրերին։ Նախորդին Ուկրաինան առաջին անգամ նշեց ազգամիչյան ներդաշնակության եւ մշակութային բազմազանության օրը, նոր, բայց շատ կարեւոր տոն ամբողջ Ուկրաինայի համար։ Դե պարզ է, ոչ մի տոն չի կարող տեղի ունենալ առանց հայ համայնքի։ Տոնի տոնակատարությանը ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Ուկրաինայի հայերի միության, Կիևի համայնքի եւ հայ հոգեվորականության ներկայացուցիչները, քանի որ սա մեր տոնն է, իմջայլոց կային տարբեր մարզերից նույնպես հայ համայնքի ներկայացուցիչներ։ Եթե Պուտինը փորձում է փչացնել մեր բոլոր օրերն ու տոները, մենք մեր միասնությամբ եւ կյանքի ձգտումով ցույց կտանք, որ Պուտինը մեզ չի կոտրի։ Փառք Ուկրաինային եւ կեցցեն Ուկրաինայի հայերը։ Իդեպ նախորդ օրը նախագահ Զելենսկին հանդիպել է Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների եւ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, այդ թվում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներին։ Շատ կարեւոր հանդիպում էր, շատ կարեւոր զրույց տեղի ունեցավ։ Ինչպես ասում են, պատերազմ, բայց կյանքը հաղթելու է։ Մինչև եթերի հիմնական թեմաներին անցնելը, ասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեր աջակցության, լայքերի, մեկնաբանությունների եւ մեր եթերների տարածման համար։ Իրոք շատ մեծ գործ եք անում, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Իրոք միասին պայքարում ենք ռուսական քարոզչության դեմ եւ պուտինիստների կատաղած մեկնաբանություններից երևում է, որ իրականությունը նրանց դուր չի գալիս, բայց մենք կարող ենք ել ավելի նրանց տրամադրությունը գցենք, եթե դուք ավելի շատ լայք եք, տարածեք մեր եթերները, որովհետեւ այսօր նույնպես շատ կարևոր լուրեր ունենք։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Նշեմ, որ եթե նախընտրում եք տեղեկատվություն ստանալ Facebook-ում, կարող եք նաև հետևել մեր Facebook-յան էջին։ Մինչ ռազմաճակատի լուրերին անցնելը, ասեմ, որ այսօր Ստամբուլում համաձայնեցված 1000-ի դիմաց գերիների փոխանակման գործընթացն է սկսվել։ Ռուսաստանը վերջին 7 տարիների ընթացքում ամենախոշոր բնական հրդեհների մեջ է հայտնվել, որոնցից ամենածանրը Անդրբայկալյան երկրամասում է։ Այս իրադարձությունների ֆոնին Կրեմլը շատ չի մտահոգվում իր սեփական քաղաքացիների պաշտպանությամբ, այլ փոխարենը միջոցներ է ուղարկում Ուկրաինայում պատերազմին։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 141 ռազմական բախում, Կուրսկի մարզում, ինչպես եւ ռազմաճակատի այլ կետերում մարտերը շարունակվում են։ Ուկրաինացի պաշտպանները կասեցրել են ռուսների 21 գրոհային գործողություն այս շրջանում։ Ուկրաինական բանակը բարձր ճշգրտությամբ հարված է հասցրել ռուսական օկուպացիոն ուժերին Կուրսկի մարզում։ Հետևանքները տեղադրել ենք մեր Telegram-յան ալիքում։ Ասեմ, որ Ուկրաինայի զինված ուժերը հաջող հարվածներ են իրականացրել Կուրսկի մարզի Լգով քաղաքում, թիրախավորելով ռուսական զինտեխնիկայի կուտակումն ու զինծառայողների խումբը։ Արդյունքում ռուսական կողմը կրել է զգալի կորուստներ, թշնամին այժմ զբաղված է կորուստների հաշվարկով։ Ուկրաինայի պաշտպանության բանակի ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են ռուս զավթիչների անձնակազմի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 30 շրջանների անցած մեկ օրվա ընթացքում։ Ռուսները իրենց հերթին չեն դադարում շահեդների գրոհները, մի քանի մարզերում Ուկրաինայի հետևանքներ կան, բայց մեր եթերը պատրաստելու պահին դեռ գենշտաբի ռելիզը չկա, այնպես որ մեր Telegram-յան ալիքում ձեզ կներկայացնենք մանրամասները։ Ռուսաստանի հարձակումները սահմանային խաղաղ բնակավայրերի վրա չեն դադարում։ Նրանք ամենօրյա ռեժիմով փորձում են վնասել ինչպես ուկրաինական բանակին, այնպես էլ Ուկրաինայի խաղաղ բնակիչներին։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր ուկրաինական տարածքում ռուսական զորքերի ընդհանուր մարտական կորուստները կազմել են 978700 զավթիչ, եւս 1050-ը ավելացել է վերջին 24 ժամվա ընթացքում։ Բացի այդ, անցած 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է օկուպանտների 335 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Հիշեցնեմ, որ սա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներն են։ Մենք մանրամասն ներկայացնում ենք ուկրաինական բանակի մարտական աշխատանքները մեր Telegram-յան ալիքում։ Նախորդին Ռուսաստանի մարզերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարվածների, Մոսկվայի մարզում փակվել էին օդանավակայաններ, Ռիազանի մարզում այրվում է նավթավերամշակման գործարանը, ՆԱՍԱ-ի արբանյակները հրդեհ են գրանցել Ռիազանում գտնվող
գտնվող Ռոսնեֆտ նավթավերամշակման գործարանում դրոնների հարվածից հետո, բացի այդ, Տուլայի բնակիչները հայտնում են քաղաքի վրա պայթյունների մասին։ Երեկ Պուտինը այնքան էր վախեցել բարի դրոններից, որ հոբ ուժեր էր հավաքել Մոսկվայում պաշտպանվելու համար, բայց դա ռուսների կյանքը այնքան էլ չի հեշտացնում։ Ռուսաստանի Լիպեցկի մարզի Ելեց քաղաքում հարձակման է ենթարկվել ռուսական էներգիա ռազմաարդյունաբերական համալիրի կարևոր գործարանը։ Գործարանը զբաղվում էր ագրեսոր երկրի բանակի անօդաչու թռչող սարքերի եւ սարքավորումների համար էներգետիկ տարրերի մատակարարմամբ։ Բազում կադրեր ունենք մեր Telegram-յան ալիքում, կարծես թե գործարանը շարքից դուրս է եկել, բայց վերջնական դեռ տվյալներ չունենք։ Իդեպ նկատել եք, որ քանի որ ռուսական բանակի գործերը սկսել են վատ ընթանալ, ռուսները արդեն ասում են, որ իրենք իբր կռվում են ամբողջ արևմուտքի հետ։ Ըստ երևույթին նրանք ամաչում են խոստովանել, որ հենց Ուկրաինան է իրենց բանակը բերել այս օրը գցել։ Արևմտյան ոչ մի երկիր իր զորքերը չի ուղարկել Ուկրաինա։ Իդեպ ռուսական եւ հաճախ նաեւ հայկական լրատվամիջոցները սիրում են նման վերնագրեր տարածել, որ այս կամ այն երկիրը չի ուղարկում իր զորքերը Ուկրաինա։ Իրոք չի ուղարկում։ Կռվողները ուկրաինացիներ են։ Իսկ այն զենքը, որը մենք ստանում ենք արևմուտքից, նույնիսկ 20%-ն էլ չէ այն զենքի, որը Ուկրաինան տվել է Ռուսաստանին 90-ականներին Բուդապեշտի մեմորանդումի հետևանքով։ Եվ հիմա 25 թվականի մայիսի դրությամբ մեր կողմից ռազմաճակատում գտնվող զենքի ավելի քան 70%-ը ուկրաինական արտադրության է։ Մինչդեռ Ռուսաստանում ընդհակառակը ավելի քան 70%-ը ներմուծվում է Հյուսիսային Կորեայից եւ Իրանից։ Ուկրաինական բանակում օտարերկրյա կամավորների թիվը շատ ավելի քիչ է, քան ռուսական բանակում։ Այսպիսով, ոչ հարգելի պուտինիստներ, ձեր արդարացումները չեն աշխատում։ Դուք 1 միլիոն զորք եք կորցրել ուկրաինացիների հետ մարտերում, հենց ուկրաինացիների, եւ այն փաստը, որ դուք փորձում եք սա արդարացնել արևմուտքի հետ ենթադրյալ պատերազմով, խոսում է ձեր անարժեքության եւ նենգության մասին։ Շարունակեմ մեր զորքի կարևոր ձեռքբերումների մասին խոսել։ Ուկրաինայի զինուժը ռմբակոծել է ռուսական ռեակտիվ համազարգային կրակի համակարգերի գործարանի արտադրամասը, ուր օրեր առաջ այցելել էր Պուտինը։ Ուկրաինայի զինված ուժերը երեկ հարվածել են Տուլայի մարզում գտնվող ռուսական ռազմական օբյեկտին։ Գիշերային դրոնային հարձակման արդյունքում ոչնչացվել է Սպլավա ռազմաարդյունաբերական ձեռնարկության գործող արտադրամասերից մեկը։ Այն պատկանում է Ռոսցեխ պետական կորպորացիային եւ զբաղվում է ռեակտիվ համակարգերի, ավիացիոն հրթիռների, ծանր հրետանիների եւ համապատասխան զինամթերքի արտադրությամբ։ Ըստ աղբյուրների, հարվածի հետևանքով առաջացել է հրդեհ, բացի այդ կրակի տակ է հայտնվել նաեւ էլեկտրակայանը։ Ուշագրավ է, որ ընդամենը 3 օր առաջ այդ նույն գործարան էր այցելել Վլադիմիր Պուտինը։ Նա անձամբ պարգևատրել էր գործարանի 4 աշխատակիցների զենքերի եւ ռազմական տեխնիկայի ստեղծման գործում ունեցած ներդրումների համար։ Դե բարի դրոններն էլ իրենց կողմից են պարգևատրել։ Ասեմ, որ Սպլավ ձեռնարկությունը իրենից ներկայացնում է որպես ռեակտիվ համազարգային կրակի համակարգերի համաշխարհային առաջատարներից մեկը։ Գործարանում արտադրվում են ռուսական բանակի համար նախատեսված Գրադ, Ուրագան, Սմերչ եւ այլ ռեակտիվ համակարգեր, երևի թե ավելի ճիշտ կլիներ ասել արտադրվում էր։ Ընկերությունը մաս է կազմում Տեխմաշ զինարդյունաբերական հսկայի, որը մտնում է ռուսական պետական Ռոսցեխ կորպորացիայի կազմի մեջ։ Ռուսաստանը հայտնել է, որ բարի դրոնների գրոհները Ռուսաստանում շարունակվում են։ Ռուսական մարզերը իրար հերթ չտալով զեկուցում են, թե որքան դրոններ են ոչնչացրել ռուսական երկնքում։ Օդանավակայանների չաշխատելը եւ մեծ խնդիրներ ստեղծելը արդեն կարծես դառնում է ռուսների առօրյան։ Ամենագլխավորը նրանք սովորում են ինչպես պատսպարվել բարի դրոններից։ Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են չեղարկվել կամ վերաուղվել։ Մոսկվայում իրավիճակը կրկին լարված է անօդաչու սարքերի հարձակումների պատճառով։ Քաղաքի օդանավակայաններում չվերթներ են չեղարկվում ամեն օր։ Ուղևորները ժամերով, երբեմն օրերով սպասում են իրենց թռիչքներին, իսկ սպասարկման որակից դժգոհությունը գնալով ավելանում է։ Մարդիկ բողոքում են ոչ հստակ տեղեկություն, ոչ հարմարություններ, իսկ որոշ դեպքում նույնիսկ առանց ջրի ու սննդի։ Հիմա չասես ախր այ ռուս մարդիկ, ինչից եք զարմանում, պատերազմ է, թե գիտեիք պատերազմը միայն մեր հողի վրա է լինելու։ Չէ, դուք էլ եք զգում։ Մի քիչ էլ ոդկով քայլեք էլի, կամ ձեր Պուտինին ուղարկեք համապատասխան վայր Կրեմլից եւ կյանքը կթեթևանա եւ ձեր մոտ եւ ձեր շրջակա երկրներում։ Այսպես կիսահումորային նոտայով անցնենք քաղաքական լուրերին։ Մեծ յոթնյակի երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որում աջակցել են Ուկրաինային դատապարտել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ եւ ընդգծել, որ Ռուսաստանը չի ստանա իր սառեցրած ակտիվները, քանի որ չի դադարեցրել իր ագրեսիան եւ չի փոխհատուցել Ուկրաինային պատճառված վնասը։ Այս մասին ասվում է մեծ յոթնյակի հայտարարության մեջ, որը տեղադրված է Կանադայի ֆինանսների նախարարության կայքում, որն այս տարի նախագահում է յոթնյակում։ Չինաստանը դեմ է Պուտինի դիրքորոշման
Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմի հարցում, Մակրոնը բացահայտել է մանրամասները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամփոփել է իր զրույցը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ եւ ներկայացրել կարեւոր մանրամասներ։ Ըստ Մակրոնի, Պեկինը կողմ է Ուկրաինայում անհապաղ եւ առանց նախապայմանների հրադադարին, որը պետք է հիմք դնի կայուն եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահը, նշելով, որ խոսքը Սի Ցզինպինի ուղիղ ազդակն է ուղղված Կրեմլին։ Մակրոնի խոսքով Փարիզը եւ Պեկինը ունեն նույն նպատակը կապված Ռուսաստանի սկսած պատերազմին Ուկրաինայում, երկու կողմն էլ աջակցում են խաղաղ կարգավորմանը, որը պետք է սկսվի հենց հիմա լռության ռեժիմով եւ առանց նախապայմանների։ Վրաստանը սկսում է խեղդել Կրեմլի ստվերային տնտեսությունը, լավ նորություններ ունենք Վրաստանից մեզ համար, իսկ դա նշանակում է վատ լուրեր Պուտինի եւ նրա մարդկանց համար։ Վրաստանը ամբողջական արգելք է սահմանել Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիների համար, արտահանել մարդատար մեքենաներ եւ հատուկ տեխնիկա։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը։ Ակնհայտ է, այս երկրի իշխանությունները ավելի լավ են հասկանում քաղաքական զարգացումները։ Մեջբերեմ պետական ռելիզը վերարտահանման գործարքներ Ռուսաստան ու Բելարուս նախկինում էլ չէին կատարվում, բայց հիմա մայիսի 15-ից սկսած նույնիսկ եթե ռուս կամ բելարուս քաղաքացիները գրանցում ունեն Վրաստանում, նրանք առհասարակ չեն կարող զբաղվել վերարտահանումով ոչ դեպի իրենց երկրներ, ոչ էլ երրորդ երկրներ, նշված է հաղորդագրության մեջ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Վրաստանի խոշորագույն բանկը Bank of Georgia-ն սկսել է արգելափակել իր ռուս հաճախորդների լյուքս ապրանքների գնումները։ Եթե գինը գերազանցում է 300 եվրոն, անկախ գնման երկրից, չի կարելի։ Այսպիսի օրինակ Վրաստանից։ Եվրոպան հարվածում է Ռուսաստանին եւ Բելարուսին Թրամփի զենքով, կորուստները կհասնեն միլիարդների, այսպիսի շքեղ վերնագրեր են հեղեղել համացանցը։ Մենք էլ ձեզ ներկայացնենք, Ռուսաստանը կորցնում է եւս մեկ կարևոր շուկա, Եվրոմիությունը փակում է դռները ռուսական պարարտանյութերի եւ գյուղտնտեսական արտադրանքի առաջ, սահմանելով 100%-անոց մաքսատուրքեր, որոնք փաստորեն կխեղդեն ռուսական արտահանումը։ Եվրոմիությունը կկիրառի այս սահմանափակումները հուլիսի 1-ից, սա ծանր հարված է ռուսական տնտեսությանը, ավելի ճիշտ եւս մեկ հարված է, նվազեցնում է արտաժութային հոսքերի եւ հերթական ազդանշան է հանդիսանում Մոսկվային, կորցնում է Եվրոպայի վրա հերթական ազդեցության լծակները։ Տնտեսական զենքը, մաքսատուրքերը ամբողջ աշխարհի նկատմամբ վերջին ամիսներին ակտիվորեն կիրառում էր Դոնալդ Թրամփը։ Հիմա Եվրոպան նույն մեթոդով հարվածում է Ռուսաստանին եւ Բելարուսին։ Այսքանով ավարտեմ մեր այսօրվա եթերը, ձեզ լավ երեկո եմ մաղթում, կհանդիպենք։